Արև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է, որ Ադրբեջանից 4 գերիների վերադարձը եւ Սիրիային 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Նշենք, որ նախորդին Հայաստան են վերադարձել 4 գերիներ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիվ Խաչատյանը եւ Վիգեն Էուլջեքյանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ հայ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Ավելի ուշ Արդարադատության նախարարությունն էլ հաղորդել էր, որ Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր $2000։ Նրանց նաև ամեն հայի համար $100 գլխագին էին խոստացել։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել հարցին Թրամփի ուղիով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելու են, թե ոչ։ Տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխաններն, ասելով, որ մաքսային սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են, այսօր ասաց նա։ Նախորդին հրապարակված թրիփի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում գրված է, որ կներդրվեն թվային գործիքներ անխոչնդոտ կապը դյուրացնելու համար։ Ըստ դրա հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն շփումը կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով։ Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Հայաստանցի սահմանապահներին ու մաքսավորները ըստ ընտրված մոդելի վերջնական որոշումների ու ձևակերպումների անվտանգության ստուգման զննման լիազորություններ ունեն։ Եթե մասնավոր ընկերության օպերատորին ընդունարանում այսպես կոչված ֆրոնտ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում։ Այսօրվա ճեպացույցի ժամանակ լրագրողները Փաշինյանից հարցրել էին, արդյոք ֆրոնտ օֆիս բեք օֆիս մոդելի ընտրությունը չի նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու։ Օրինակ, ինչպես հիմա Զվարթնոցում է, թրիփի վրա հայ սահմանապահները անձամբ չեն ստուգելու մեկնող ժամանողներին։ Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն բեք օֆիսը։ Հիմա դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք Զվարթնոց օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում Զվարթնոց օդանավակայանը եւ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այս տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ էլ Փաշինյանը Ադրբեջանին անխոչնդոտ հաղորդակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եւս արձագանքել է 4 հայ գերիների վերադարձին, նրա հայտարարությունը հրապարակել է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Մխիթարություն եւ հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծ ու մեղադրանքներով ապօրինաբար պահվող 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ եւ համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականon ընթացքը ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերիալները շուտապույտ եւ ապահովաբար վերադառնան հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն մեր հայրենիքն ու մեր ժողովրդին, նշել է վեհափառ հայրապետը։ Ադրբեջանից վերադարձած Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը հայտնել է, որ իր հոր առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան գրառումից։ Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս եւ ուշ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած եւ յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա եւս իր
խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։ Երանի ինձ ձեզ ունենալու համար, գրել է Վերա Խաչատյանը։ Վագիվ Խաչատյանը Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարի կամրջի վրա, երբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվում էր Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի Վագիվ Խաչատյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալույի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ Խաչատյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։ 2023-ի նոյեմբերին նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում, ելնելով նախաքննության շահերից։ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 2 հայ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երկրորդն է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասին։ Երեք խոսում է 12։ Գիտեք, այդ թվերը ասում ես եմ լսել, 12-6 եմ լսել, բայց հաստատված գիտեմ Էջմինն է եւ կոնկրետ ոչ մի կոնկրետություն չկա։ Իրանից Հայաստան ժամանողներից ոմանք նույնիսկ ասել են, որ հայերի շրջանում զոհեր կան։ Օրեր առաջ Սինանյանը նաև հայտնել էր, որ ինտերնետի ու հեռախոսակապի անջատման պատճառով չեն կարողանում կապ հաստատել հայրենակիցների հետ, չհստակեցնելով արդյոք Հայաստանի դեսպանատան հետ կապվելու այլ եղանակներ չկան։ Սթրայք-բոլի գործով տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Սթրայք-բոլի տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյան որոշեց դա Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից, կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդհատության Կոտայքի մարզի դատարան։ Գոնե մի լավ լուր Facebook-յան էջում գրել է Մելիքյանը։ Հիշեցնենք, հուլիսի 10-ին խուզարկություններ էին իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց, կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն էր։ Եվս մեկ անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց ահաբեկչության նախապատրաստման պատմությունից, նրան մեղադրանք ներկայացվեց ապօրինի զենք զինամթերք պահելու համար։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր հունվարի 15-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բն իր վարած Նիսսան Տիանա մակնիշի ավտոմեքենայով Չալխայան փողոցում ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխի վայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ նշում էին, որ հունվարի 2-ից մինչև այսօր մերկասառույց ճանապարհի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների։ Շամշյանի խոսքով, եթե կենտրոնի թաղապետարանը բարեհաճեր ժամանակին աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։